Ճիշտ ասած չեմ ուզում որպեսզի նկարահանման ընթացքում դեմքս երևա, որովհետև տարբեր լրատվականներ, կայքեր կան, որոնք վերցնում են այդ տեսագրությունը, տարբեր չգիտեմ անհիմն բեռնագրերով տարածում են, որը որ դուր չի գալիս երեխաներից, ընտանիքիս անդամներին, բայց չբարձրացնել է նմանատիպ հանցագործության մասին, նամանավանդ որ մեր լրատվականները շատ ազնիվ լավ ձևով արձագանքում են, քանի որ իրենք էլ քաջ գիտակցում են, եթե այսօր նմանատիպ հանցագործությունը չբարձրաձայնվեց, մարդիկ չտեղեկացան, որ նմանատիպ պաշտոնյաներ կան, որոնք չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը, իրենց ընկերական կապերը եւ այլն, կարող են մնալ անպատիժ, իրենց թույլ տալով նման հանցագործություն, ինչ է նշանակում օրը ցերեկով մարդուն առևանգել իր կամքին հակառակ տանել ինչ-որ միտեղ ժամերով պահել, ծեծել, մեկի վրա 40-ից 50 հոգով հարձակվել, սա ուղղակի ես կարամ մենակ մի բան ասեմ, որ նման բան անող ուղղակի տականք սեպտեմբերի 14-ին ցերեկվա ժամը 12-13-ի սահմաններում ամուսնուս հանդիպել են, ինչ-որ խաբեությամբ տարել են մի իր համար անծանոթ վայր, այնտեղ հենց տեղ են հասել, ամուսինս մեկին ճանաչել է, որը նախկինում Սուրեն Թովմասյանի կադաստրի կոմիտեի ղեկավարի կողմից ուղարկված անձ է եղել, ինչ-որ այս իրենց տարաձայնությունների աշխատանքային գործընթացի հետ կապված ինչ-որ հարցեր քննարկելու համար, հենց Ռոմանին ամուսինս տեսել է, իսկույն հասկացել է, որ ծուղակն է անկել, բայց չի հասցրել որևէ գործողություն անի, իրեն մեքենայից հանել են բեռնի ուժով ու սկսել են ծեծել։ Անդադար ծեծել են, հիմնականում ամուսինս վնասվածքներ է ստացել աչքի հատվածում, ես այդպես բան նորից կրկնում եմ չեմ տեսել, նույնիսկ այդ սարսափ ֆիլմերում ոնց կարելի է մարդու աչքերը այդպես այնքան են խփել, որ աչքից մարդու արյուն կա։ Հիմա տեսողության հետ ինքը շատ լուրջ խնդիր ունի, չգիտեմ վերականգնի տեսողությունը, թե չի լինի, չգիտեմ, ամեն դեպքում ուզում եմ հանցագործները պատժվեն, հանցագործ ինձ համար Սուրեն Թովմասյանն է, որ նա կազմակերպել է այդ առևանգումը, ընթացքում, ինչու եմ ասում ինքն է, որտեղ համոզված եմ, որ ինքն է, որովհետև այդ ծեծողները պարբերաբար նշել են նրա անունը, որ ստացի սրա համար, մեր Սուրոյի համար, ես ասել, ես ասել, դրա համար էլ այս վիճակում ես հիմա հայտնվել ու ներկայացել է գլխավոր քարտուղարի Մհեր Խաչատրյանի որպես եղբայրը, Խաչիկը, Խչոն կոմիտասցի, Սուրոն մեր աղբերն է, Սուրոյին սրանից հետո փորձես մի հատ ուրիշ ձևով ինչ, սրանից բետար օրներ քեզ գցել։ Տարել են երևում ինչ-որ մասից իրեն հանդիպել են, հետո տենց տարել են քաղաքից դուրս Լուսակերտում ինչ-որ լքված գործարան է եղել, ինչ եղել, չգիտեմ։ Ես ուզում եմ, որ Սուրեն Թովմասյանը պատժվի և ուզում եմ նաև Մարինե Սահակյանը պատժվի։ Ես նրանց ասելու ոչինչ չունեմ, նրանք ինձ համար մարդ չեն, ոչ նա, ոչ նա։ Ես տեսել եմ կադաստրի կոմիտեի հայտարարությունը, բնականաբար նմանատիպ ձևով պետք է արձագանքեին, բայց քրեական գործ է հարուցված, ես նաև շատ, չգիտեմ, կասկածներ ունեմ, որ այդ ընթացքը իրենք երևի թե նկարել են ամուսնուս, ոչ թե երևի թե այլ այո նկարել են ամուսնուս, որտեղ ինքը անգիտից վիճակում է եղել և Սուրեն Թովմասյանին են ուղարկել, որտեղ պարբերաբար այդ ծեծողները եղել են կապի մեջ պատվիրատուի հետ ու համոզված եմ, որ դա էլ է եղել։ Հիմա փառք Աստծո տեխնիկան այնպես զարգացած վիճակում է գտնվում, որ թեկուզ անգամ հեռախոսը ջնջվի, միևնույն է նյութերը վերականգնել լինում է։ Թող արգրավեն Սուրեն Թովմասյանի հեռախոսը ու կտեսնեն, որ ով է իրականում պատվիրատուն, ինչքան է, որ ինքը փորձում է հերքի։ Իսկ ինչ վերաբերվում է Մհեր Խաչատրյանի եղբորը, այդ մարդը ներկայացել ամուսինս նրան իսկի չի էլ ճանաչել։
ինքը այնքան վստահ էր իր ապաճելության մեջ եւ այնքան վստահ էր, որ ամուսինս երբևէ չի դիմելու ոստիկանություն, որ բացի բաց ասել է, ես էլ Մհեր Խաչատրյանի աղբերն եմ, Սուրոն եմ, մեր աղբերն է, Սուրոյի հետ գործ ունեցողը, հարց ունեցող մեր հետ է։ Ես ուզում եմ պետական մեր կառավարությունը նմանատիպ հանցագործ պաշտոնյաներին դաս տա, որ իմանան իրենք այդ պաշտոնը զբաղեցնում են ոչ թե իրենց անձնական շահերի համար օգուտ խաղալու համար, այլ նրանք ծառայում են պետությանը եւ իրավունք չունեն պետությանը թալանեն ու նամանավանդ պաշտոնյան իրավունք չունի հանցագործ աշխարհի հետ կապ ունենա, քանի որ ինքը հանդիսանում է որպես օրենքի ներկայացուցիչ, ինչա նշանակում հանցագործ աշխարհից մարդ ուղարկես ինչ որ քո համար հարց լուծելու։ Ահա մարդ ես արի ինքդ առերես հարց ունեիր ամուսնուս հետ։ Ինչ որ տարաձայնություններ ձեր մեջ առաջացել։ Գայր խոսայր, այդ մարդը քեզ զանգում էր, այդ մարդը քո հետ ուզում էր կապ հաստատել։ Դու փորձում ես իր ընտանիքին եւս մեկ անգամ անելանելի իրավիճակի մեջ դնել։ Եթե ձեր համար այդ գումար չի, մեր ընտանիքի համար այդ գումարը ես 2.5 տարի տառապանքի մեջ աշխատել եմ այդ ստորագույն անձնավորության հետ Մարինե Սահակյանի։ Ամեն օր չէի ուզում ես երդվում եմ, ասում եմ Աստված, թող լույսս չբացվի, մենակ չգնամ այդ տականքի դեմքը չտեսնեմ։ Այն աստիճան ստորացումներ եւ ինձ ենթարկում, չգիտեմ, մի դժոխքերի համար, իրոք եմ ասում, երբ այդ կադաստրի մասին խոսում եմ, ասում եմ դժոխք։ Ես երբ որ ուրբաթ օրը գալիս չեք պատկերացնի ինչքան հաճելի զգացողություն է, որ երկու օր ես դրա դեմքը չեմ տեսել 27-28 տարեկան աղջկա մեջ, ես ուղղակի ապշում եմ, ոնց կարա այդքան չարություն լինի, ոնց կարա մարդ այդքան, եթե ես իրեն երդվում եմ ոչ մի բան, ես ընթացքում ընդհանրապես չեմ արել, ասենք ոնց կարա մարդ այդքան, ասենք պետական համակարգում այդ աստիճան իրեն բան պահել ուղղակի եւ եւս մի բան կցիտեմ Մարինե Սահակյանի ասածից, ասում էր, որ ես այս կոմիտեում չկա գետ մեկը, որ այդքան բարձր հովանավորչություն է վայելում, ոնց որ ես ղեկավարի կողմից Սուրեն Թոմասը։ Ես էլ ասել ոչինչ չունեմ, ես ուղղակի մենակ հիմա խնդրում եմ ասում, որ ամուսնուս տեսողությունը վերականգնվի եւ հետո նոր այդ տականքները պատժվել իրենց հանցագործության համար։ Ամուսինս 3 որ դիմել ենք, ինքը հրաժարվեց հիվանդանոցում մնա, որտեղ նախընտրեց տանը, չգիտեմ, իր ցանկություններ մեկ էլ բերեցի։ Ես էլ ամուսինս էլ աշխատել եմ կադաստրի կոմիտեում, ես աշխատել եմ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 9, բայց իմ ազատումը ես իմացա, որ տվել են միայն 3 այդ օրը ուղղակի զուտ իմացել եմ, որ ծառայական քննության շրջանակներում գործառույթները կասեցվել են, խիստ նկատողություն երկրորդ ստանալու համար եւ ծառայություններից դադարել են, իսկ ամուսինս աշխատել է 2013 թվականից սկսած մինչև 2020 թվականը եւ աշխատանքից ազատել է ամուսնուս Սուրեն Թոմասյան, իհարկե ստիպել է, որ իր դիմումի համաձայն ինքը դուրս գա։ Ես մանրամասնություններ տարբեր լրատվականներում ասել եմ, չեմ ուզում կրկնվել, եթե հետաքրքրում է համապատասխան մարմիններն էլ եմ, մենք ամեն ինչ մանրամասն ներկայացրել ենք, զուտ կասեմ, որ այդ մարդը իրավունք չունի պաշտոն զբաղեցնելու, քանի որ նա բազմաթիվ ինձ հիմա շատ մեր կոմիտեի տարբեր աշխատակիցներ, որոնց ինքը նմանատիպ ձևաչափով աշխատանքից ազատել է կամ ստիպել է դիմումի համաձայն դուրս գան, բոլորը ինձ զանգում են, բոլորը, չգիտեմ, ասում են, որ շատ ճիշտ ես արել, չգիտեմ, ես կարծում եմ, որ նմանատիպ խնդիրների մասին բոլոր պետական համակարգի աշխատակիցներ պետք է բարձրաձայնեն եւ իրենց հանդեպ անարդար որոշումներ կայացվում եւ համակարգում պետք է աշխատեն այն մարդիկ, ովքեր որ ունեն համապատասխան գիտելիքներ, կոնկրետ վարչության պետին կանդրադառնամ, որը եղել են Սուրեն Թոմասյանի քարտուղարի նախկինում, հիմա աշխատում է վարչության պետ, իսկ նման պաշտոն ունեցող անձը
չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել, քանի որ նա չի տիրապետում համապատասխան գիտելիքներին։ Արտաքին գործերի նախարարության հետ կապված, այո, ես աշխատել եմ արտաքին կապերի վարչությունում, գլխավոր մասնագետ եւ այդ գործողություններն ու ամեն ինչը կազմակերպվում էր մեր վարչության կողմից։ Այո, արտաքին գործերի նախարարությունը որոշ պաշտոնյաների համար վիզա ստանալու, չգիտեմ, ինչ որ կառույց էր դարել, այո, բազմաթիվ դեպքեր եղել են, որ մարդիկ արտոնագիր են ստացել արտաքին գործերի նախարարությունից, միջազգային կազմակերպությունների ու միջոցառումների մասնակցելու համար, բայց հետո չեն գնացել, իհարկե հենց ի սկզբանե քաջատեղյակ լինելով, որ զուտ իրենք դիմում էին, այսինքն պաշտոնական դիրքն էին չարաշահում վիզա ստանալու համար։ Ես կարծում եմ համապատասխան մարմնի ղեկավարը ճիշտ որոշում կկայացնի, եւ եթե մարդը իրավունք չունի, մարդը հանցագործ է, բնականաբար պետք է պաշտոնանկել արվի եւ իր համապատասխան պատիժը համապատասխան վայրում կրի։